Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալում իրադարձությունները զարգանում են այնպիսի արագությամբ եւ այնպիսի անսպասելի շրջադարձերով, որ հեռուստադիտողը պարզապես չի հասցնում շունչ քաշել։ Այսօրվա սերիայում մենք տեսնում ենք, թե ինչպես են ճակատագրերը խաչվում եւ ինչպես են գաղտնիքները, որոնք տարիներ շարունակ թաղված էին, դուրս գալիս ջրի երես, փոխելով բոլորի կյանքը։ Սկսենք Նորոյի տնից, որտեղ տիրում է տարօրինակ եւ լարված մթնոլորտ։ Նորոն ծանր օրվանից հետո վերադառնալով տուն, բախվում է մի տեսարանի, որը նրան առնվազն զարմացնում է։ Էլիզը կանգնած է Հասմիկի հետ, իսկ Հասմիկի ձեռքին ճամպրուկ կա։ Սա արդեն իսկ շատ վատ նշան է։ Էլիզը, ով վերջին շրջանում աչքի է ընկնում իր կտրուկ եւ երբեմն անհասկանալի որոշումներով, հայտարարում է, որ Հասմիկը գնալու տեղ չունի եւ որոշ ժամանակով ապրելու է իրենց տանը։ Հասմիկը, տեսնելով Նորոյի շփոթված հայացքը, փորձում է մեղմել իրավիճակը, ասելով, թե ինքը ընդամենը ժամանակավոր է եւ շուտով կհեռանա, բայց մենք հասկանում ենք, որ սա պարզապես բարեգործություն չէ։ Սա խորամանկ քայլ է, որը դեռ շատ ջուր կվերցնի։ Իսկ մինչ Նորոյի տանը նոր բնակիչ է հայտնվում, դրսում ցուրտ փողոցում կանգնած է մեկ այլ կին, նույնպես ճամպրուկով, բայց լիովին միայնակ։ Դա Լանան է։ Այս տեսարանը սրտաճմլիկ է։ Լանան ոչ միայն կորցրեց տանիքը գլխավերևում, այլև կորցրեց ամեն ինչ։ Նա կորցրեց իր սիրած տղամարդուն, Արշակին, ում հանդեպ զգացմունքները դեռ վառ են, եւ ամենակարևորը կորցրեց իր դստերը Մագդային։ Մագդան, ով այդպես էլ չիմացավ, որ իր կողքին ապրող, իրեն խնամող կինը իր հարազատ մայրն է։ Լանայի հոգեվիճակը ահավոր է։ Նա եկել էր գտնելու իր երեխային, բայց հիմա ստիպված է հեռանալ, թողնելով նրան վտանգի մեջ։ Նրա արցունքները ոչ թե թուլության, այլ անելանելիության նշան են։ Իսկ Մագդան հայտնվել է հոգեբանական ծուղակում։ Կարենին հաջողվել է հասնել իր նպատակին։ Նա խուճապի է մատնել աղջկան։ Մագդան հիմա նայում է Արշակին ու հազարավոր հարցեր է տալիս, բայց ինքն էլ չգիտի ինչ է հարցնում։ Կասկածի որդը կրծում է նրան։ Նա զգում է, որ իր կյանքում կա մի մեծ սուտ, որի մասին բոլորը լռում են, բայց Մագդան հիմար չէ։ Նա հասկանում է, որ Կարենը իր հետ խաղ է խաղում եւ այդ խաղը վտանգավոր է։ Նա որոշում է գործել, բայց քանի որ չի վստահում ոչ ոքի, դիմում է Էդոյին։ Եվ ահա այստեղ տեղի է ունենում ճակատագրի ամենամեծ հեգնանքը։ Մագդան զանգում է Էդոյին օգնության խնդրանքով։ Նա պատմում է, որ շփվում է Կարենի հետ եւ որ Կարենը գիտի իրենց ընտանիքի մեծ գաղտնիքը։ Այդ պահին Էդոն մենակ չէ, նա Նորոյի հետ է, այն նույն Նորոյի, ով հաշված ժամեր առաջ Լանայի բարեկամուհուց իմացավ սարսափելի ճշմարտությունը։ Լանան Մագդայի մայրն է։ Պատկերացրեք Նորոյի վիճակը։ Նա նոր է մարսում այդ ինֆորմացիան, նոր է հասկանում, թե ինչ ողբերգություն է թաքնված Մագդայի ծննդյան պատմության հետևում եւ հանկարծ լսում է, որ Մագդան վտանգի մեջ է եւ որ Կարենը խառն է այդ ամենին։ Նորոն խառնվում է իրար։ Նրա մեջ արթնանում է պաշտպանի բնազդը։ Նա հասկանում է, որ եթե Մագդան հիմա իմանա ճշմարտությունը Կարենից, դա կկործանի աղջկան։ Նորոն պետք է անհապաղ գործի։ Սիրելի դիտողներ, սա պարզապես անհավանական լարվածություն է։ Ինչ եք կարծում։ Նորոն կհասցնի կանխել Կարենին։ Եվ ինչպես կվարվի Մագդան, երբ իմանա, որ իր սիրելի Նորոն նույնպես գիտեր ճշմարտությունը ու լռում էր։ Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում։ Անպայման բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ ել ավելի թեժ վերլուծությունը։ Շնորհակալություն դիտելու համար։